մեկը կերքի Ղարաբաղ, մեկը կերքի Մոսկվա, մեկը կերքի Տիզբոն, մեկը կերքի, չգիտեմ, Հալեբ։ Կա պարզ բան, այս հանրությունը, մեր հանրությունը պետք է դիմակայուն լինի։ Ամեն տես տափակ տեսարանից ժողովրդին գտել են մեր խոցելի տեղը, ասում եմ ամեն տես տափակ տեսարանից պետք չի որ հանրությունը ցնցվի։ Երբ ընդունվեց նոյեմբերի 9-ի չարաղետ հայտարարությունը եւ դա որոշ շրջանակների նախևառաջ իշխանության կողմից ներկայացվում էր որպես փրկարար քայլ մեր տասնյակ հազարավոր զինծառայողների համար, իրականում դա սարսափելի էր, քանի որ Արցախը հայտնվում էր փաստացի պատանդի կարգավիճակում։ Դրանից մի քանի օր անց սկսեցին ծանր հրետանի տեղափոխել Աղավնո գետի հարակից ճանապարհով դեպի հյուսիս, եւ պարզ էր, որ թշնամին վաղ թե ուշ գնալու է դեպի ջերմուկ, այն վտանգված էր։ Պատերազմն արվեց նրա համար, որ հակառակորդը թշնամին մեզ կաշկանդված պահի։ Երբ այդ ընթացքում նաև պատանդ է վերցվում, ինչպես դարեր շարունակ է եղել, թշնամին քեզ շարունակ կախվածության մեջ է պահում։ 2020 թվականին Հայաստանի իշխանությունն Արցախի համար համարագրեց պատանդի կարգավիճակը, դա սարսափելի իրողություն է։ Վերջնական հարվածը, որքան էլ արտարոց է, արցախցիներին ազատեց գոնե պատանդի կարգավիճակից։ Ինչ վերաբերում է միջազգային մակարդակով արդարության հաստատմանը, հույսով չապրենք, բայց համաշխարհային հանրությունը կապրի միայն արդարության դեպքում, այլապես նույն այդ հանրությունը, մեր քաղաքակրթությունը նույնպես վտանգի տակ են։ Եթե խոսում ենք Արցախի մասին, ինչու ենք մոռանում Նախիջևանը, Վանը, Կարսը։ Այսինքն, եթե արդարության տեսակետից ենք խոսում, այստեղ կար մի առավելություն։ Պատմական Հայաստանի այդ հատվածում հայերը շարունակում էին ապրել, բայց հայկական հարցի տեսանկյունից սարսափելի է, երբ հայ մարդը ոչնչանում է, կամ որ ավելի վատ է, պատանդի կարգավիճակում է հայտնվում։ Մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել։ Կարող է տարօրինակ թվալ, բայց արցախցիներն այլևս մեր թշնամիների բարյացակամության սպասավորը չեն։ Անվտանգության, մարդկային կյանքերի իմաստով նրանք համատարած վտանգված էին, բայց վարչախմբի հակասոցիալական ու հակամարտկային վերաբերմունքը նրանց նկատմամբ շատ չի տարբերվում թշնամու վերաբերմունքից։ Մենք դեռևս օտարի խաղաղարար ուժերի պաշտպանության հույսին չենք եւ որպես միջազգային իրավունքի ենթակա գործոն ենք։ Անկամ պատերազմից հետո 21 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունեցին հայտարարություն, որտեղ նշեցին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պիտի կարգավորվի միջազգայինորեն ընդունված հիմնարար նորմերի վրա։ Նորմերը գիտենք՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում եւ սպառնալիքի բացակայություն։ Մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ խոսք ունենք այս իշխանություններին, որոնք որևէ հարցում հետևողական ու նպատակասլաց չեղան։ 2020 թվականից հետո խոսվեց պահեստազորի մասին, որոշումներ ընդունվեցին, բայց դրանք նույնքան էլ հանկարծակի անեացան։ Այնպես որ քաղաքակիրթ աշխարհից որևէ բան ոչ միայն պահանջելուց, այլև անգամ ակնկալելուց առաջ պետք է նայենք, թե այդ նույն աշխարհում մեզ ներկայացնող իշխանավորներն ինչ կեցվածք ունեն։ Սրանք անկանխատեսելի են բառի ամենաբացասական իմաստով։ Հյուսիսից եկած երաշխավորների դերը մենք տեսանք, շատ բան վերցրին իրենց վրա։ Այս իշխանությունների համաձայնությամբ միջազգային խաղաղարարների փոխարեն հակամարտությանը մասնակցած պետության զինված ուժեր եկան, որոնք ոչինչ չկարողացան անել։ Մեզ որևէ մեկը պարտական չէ, մանավանդ որ արևմուտքը պատերազմական վիճակում է Ռուսաստանի հետ, իսկ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք։ Նրանք ընդհակառակը պետք է մեր նկատմամբ շատ վատ տրամադրված լինեին, բայց իրավաքաղաքական ինչ-որ խորհրդանշական քայլեր արեցին։ Ճիշտ է, Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներն իրենք չպահանջեցին, որ Մինսկի խումբը գործի, բայց դա նույնպես հետևանքն է նրա, որ այստեղից ասում էին երկկողմ կբանակցենք, կամ էլ Ռուսաստանի դերակատարումը բավական է, ապա եւ այն փոխարինեցին Եվրամիությամբ։ Ցեղասպանությունը մոռանալ, Արցախը հանձնել Ադրբեջանին, այդ նախապայմաններն էր Թուրքիան մեր առջև դրել, պահանջատիրություն առաջ չքաշել եւ այլն, այդ ամբողջը կատարված է եւ դրա տրամաբանական շարունակություն, այսինքն պոտենցիալ այն ինստիտուտները, որոնք որ կարող են հայոց ազգային իրավունքների համար պայքարել, այդ ինստիտուտների կազմաքանդում է տեղի ունենում եւ այդ ինստիտուտներից ամենանշանակալին եւ այն մեկը, որը որ հանրության մոտ ունի այդպես ընդունելություն, ընկալում, դրական ընկալում, Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցին է։ Ամենասարսափելին հանձնվելու, անձնատուր լինելու, իրադարձությունների ընթացքին տրվելու սրանց տրամադրվածությունն է։ Ցավոք դա պատերազմի օրերին եւ դրանից հետո սկսել էր համակել մեզ, բոլորիս կամ շատերիս։ Հետո դա սկսին ներկայացնել որպես լավություն, իբր տեսեք որքան լավն է թշնամին, մեզ խաղաղություն է առաջարկում, փրկողակ է նետում։
Այնինչ դա բնավ խաղաղություն չէր, մենք պատանդի կարգավիճակում էինք։ Մի կողմից մենք կորցրինք մեր բնօրրանը, Հայաստանը կորցրեց իր պատմական հայրենիքի կարևորագույն մասերից մեկը։ Մյուս կողմից արցախցիները 100,000-ներով թշնամական պատանդարությունից հայտնվեցին այս վարչախմբի անուշադրության կենտրոնում։ Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։